քանի ամիս է արդեն եկեղեցու դեմ արշավը ավելի մեծ թափ է ստացել։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ բարեփոխում է անում։ Դուք ինչ եք կարծում։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի միջամտությունը եկեղեցական գործերին դա իրականում բարեփոխում է։ Առաջինը թող բարեփոխեն իրենց ընտանիքները, ով որ նստած է ազգային ժողովում, իրենց ընտանիքները թող բարեփոխեն, նոր հասնեն մեր ազգային ակունքներին։ Չէ որ եկեղեցից է ամեն ինչ, չէ որ եկեղեցին չլիներ, այսօր հայ ազգը չէր լինելու։ Թող առաջին իրենց մասին մտածեն, իրենց կառույցների մասին մտածեն, թոշակառուների մասին մտածեն, եկեղեցուց ինչ են կպչել։ Աշխարհում այդպես պետություն չկա, որ իրանք դեմ դուզ գան եկեղեցիների դեմ։ Ուղղակի ամոթ, հայ ազգին շատ ամոթ է դա։ Ով է դուրս եկել։ Այսօր դուրս են եկել հայ ազգային եկեղեցու ազգը, չգիտեմ, ազգը ինչի մասին է մտածում։ Եթե միասնություն լիներ, սենց չէր լինի։ Բաժանիր, որ տիրես։ Չեմ հասկանում ինչ է կատարվում, ինչու են խառնվում եկեղեցու հարցերին եւ եկեղեցին միշտ եղել է մեզ համար սրբավայր եւ այդպես էլ կա, ես չգիտեմ, չեմ կարողանում հասկանալ թե ինչ են ուզում, ինչու են խառնվում։ Դա ինձ համար անհասկանալի է, դրա համար չեմ կարողանում։ Լավ, իսկ հետաքրքիր է, դուք ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանին կհաջողվի պառակտել հայությանը, ողջ հայ ժողովրդին եկեղեցու թեմայ, որովհետև ամենտեղ տեսանք սև ու սպիտակ, հիմա էլ կարծես թե էլի ճամբարների է բաժանում, կհաջողվի իրեն։ Հիմա էլ այդ կողմով է ուզում իր շարժումը, իր, չգիտեմ, ձգտումները, իր ամեն ինչը, եթե մեր ժողովուրդը լինի խելացի, իրատես, ինձ թվում է չեն գնա իր հետևից։ Ինչ եք մտածում, ասում է, որ բարեփոխում է անում, պետք է կաթողիկոս հրաժարական տա, կողմ եք դրան։ Ոչ, ես կողմ չեմ, մեր կաթողիկոսը թող մնա։ Ես համամիտ չեմ։ Նախ համամիտ չեմ Էձևի գործողություն կատարելու համար, որ Էձևի են իրանք անում, կարելի էր այդ ուրիշ ձևի այդ մոտեցումները կատարեին, անեին ու այդքան ժողովուրդը իրար դեմ դուրս չգային։ Կարելի էր ավելի ուրիշ ձևերով։ Կան մեծ տես շխուր չանեին, որ այսօր ես ու դու ենք դարձել մեկս մյուսին թշնամիներ, ինչի համար մեր փոքրիկ հայ ազգի համար։ Իսկ դուք ինչ եք կարծում, եկեղեցու դերը ընդհանրապես եւ ժողովրդի ինքնության եւ ժողովրդի հարատևման գործում ինչ նշանակություն, ինչ դերակատարում ունի։ Շատ մեծ ես տեղ եմ տալի եկեղեցուն, ես շատ մեծ տեղ եմ տալի։ Այսօր եկեղեցիով են, մինչև հիմա մենք գոյատևում ենք, գոյատևել ենք, մինչև այսօր եկե հասել ենք։ Ես կողմ եմ եկեղեցուն։ Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանի արշավը շրջիկ քահանաների, եպիսկոպոսների հետ ամբողջ Հայաստանով պտտվել եւ ասել, որ բարեփոխում ենք, ինչ է դա նշանակում, ինչ է այս ամենը։ Ուրեմն առաջի հերթին արտաքին պատվեր, դրսից պատվեր է կատարում կոնկրետ այդ մարդը, կոնկրետ եկել է երկիրը քանդելու, դարձնելու, չգիտեմ, վիլայություն կամ ես չգիտեմ ինչ։ Երկրորդ հերթին նշանակում է խցկվել մի ոլորտ, որն իրենը չի եւ ցույց տալ, որ բոլոր ոլորտներում է ինքը որոշող։ Ինձ առաջին հերթին դա է, որ ցույց տա, որ նույնիսկ եկեղեցու հարցերում որոշողը ինքն է։ Իսկ դա կոմպլեքսավորված մարդու գործողություններ են։ Լավ, դուք ինչ եք կարծում, կհաջողվի Նիկոլ Փաշինյանին հայոց աշխարհը, հայ ազգին պառակտել։ Արդեն պառակտել է 18 թվին չասեմ լավ, որովհետև ավելի շատերն էին ոգևորված, բայց 20 թվից հետո արդեն պառակտված են։ Ես որ ասում եի, եթե այսօր Արցախը չպահեն, վաղը այդ հայաստանցին մի կերպ իր Հայաստանն է պահելու, այսօր մենք դա տեսնում ենք, ախր խնդիրը քահանան չի։ Խնդիրը այդ քահանայի միջոցով ամբողջ եկեղեցու դեմ դուրս գալն է։ Քահանա խնդիր չի, քահանան եկեղեցին չի, քահանան կրոնը չի, քահանան հավատքը չի, քահանան միջնորդն է ընդամենը։ Ու այդ քահանայի միջոցով ամբողջ այս հավատքը, որ դարեր շարունակ մեզ պահել է, այսօր ոտնահարել ու հասնել աբսուրդի, որ պիտի եկեղեցիներում հիմնը հնչի, հետո նոր պատարակը սկսի։ Ինչ կապ ունի եկեղեցին հիմնի հետ։ Եկեղեցին պետության հետ գործ չունի, ինչ կապ ունի։ Եկեղեցին ու պետական կառույց չի, նույնիսկ դա չգիտակցվում է։
Կամ դուք այդ հիմնը ոտնատակ եք տալիս, երաժշտություն էին ուզում փոխեին, բառեր էին ուզում փոխեին, այսօր ուզում են այդ հիմնը մտցնեն եկեղեցի, որ անունը դնեն ինչ, որ էլի իմ որոշումն եղավ։ Ինչքան որ ես եմ հասկանում, պետքա չմիջամտել եկեղեցու գործերին, որովհետև երբևիցե եկեղեցին չի պատկանել պետությանը, այլ պատկանել է ժողովրդին, այսինքն ժողովուրդն է որոշում իր եկեղեցու կարգավիճակը, ով մնա, ով հենի, չգիտեմ, ես Հիմա Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, ես էլ այդ հավատավոր ժողովրդի մի մաս եմ ու բարեփոխում եմ անում։ ինչ բարեփոխում ներողություն, մտնել ուրիշի անձնական կյանք, Ինձ դուր չի գալիս, քանի որ ստախոսը կա, Նիկոլը կա, խապելով դարավարշապետ սուտ խոսելով, հիմա էլ ժողովրդի գլուխը կերավ, հիմա էլ հերթահասել է եկեղեցու։ Ինչ ենք ուզում, կործանվում ենք, այդքան բան։ Իսկ դուք ինչ եք կարծում, ժողովուրդը եկեղեցու կողքն է, թե Փաշինյանին հաջողվի ժողովրդին հանել եկեղեցու դեմ։ Ժողովուրդը եկեղեցու կողմն է այժմ, կողմն է, պայքարում ենք։ Դուք ինչ եք կարծում, իշխանության այս արշավը եկեղեցու դեմ արդարացված է, ասում է բարեփոխում է անում։ Ոչ իհարկե։ Բարեփոխելու այնքան բան ունենք մեր երկրում, բայց ոչ եկեղեցի, մինչև եկեղեցի բարեփոխելու ոչինչ չունենք։ Եկեղեցին միակ բանն է, որ պիտի մենակ մտնես քո հոգին, քո մտքերը, քո աղոթքները հասցնես Աստծուն եկեղեցու սպասավորի միջոցով, անկախ ամեն ինչից։ Եկեղեցականը դուրսը, սքեմից դուրս, անբարոյական է, երեխա ունի չունի, մենք չենք մտնում նրա անձը եկեղեցու մեջ տեսնենք, մենք եկեղեցի մտնում ենք, որ սպասավորի միջոցով մեր աղոթքները, մեր խնդրանքը, մեր ընտանիքների համար հասցվի առ Աստված, որը կատարվում է աղոթքների միջոցով, պատարագի միջոցով։ Նրանց բարոյականությունը կամ անձնական կյանքը մեր ինչին է պետք։ Մեր հասարակ ժողովրդին, հավատացյալ հայ ժողովրդին ինչին է պետք մեր իր անձնական կյանքը։ Ոչ մի վարչապետի, ոչ մի իշխանավորի խնդիրը չի։ Իշխանավորը թող թոշակառու եմ 36,000 գումար ստացող։ Թող իմ համար մտածի, որ ես ոնց պետքա նոր տարի դիմավորեմ։ Ոչ է քարտերի մեջ անգամ սահմանափակում անի։ Մեր համար եկեղեցին միակը եղել է, միակն էլ կմնա։